սիրելի հետևորդ եւ ոչ միայն հետևորդ։ Այսօրվա եթերը շատ հաճելի եթեր է, ինձ համար ամենայն դեպս կարծում եմ եւ այն սակավաթիվ քիչ եմ ասի հաճախորդների հետևորդների համար այն քաղաքական չէ, անգամ հասարակական էլ չէ, ասենք արտիստական եթերը, այսինքն ով որ չի հետարքրված է այդ ամեն ինչով կարող եք միանգամից ալիքից դուրս գալ, չեմ խոսելու ոչ նեղացած քահանաների եւ մոլորված հավատացյալների կամ ոչ հավատացյալների մասին, ովքեր որ հիմա հավաքվել են այսօր թե երեք ինչ որ էջ միացնում անշնորհակալ գործ է տեսնենք ինչ արեմ հետո կարծիքս կհայտնեմ մանավանդ որ հայրենիքում չեմ դեռ եւ դժվար է հայրենիքից դուրս հայրենիքը փրկել այո եւ որքան քիչ ենք մենք փրկում հայրենիքը այնքան այդ հայրենիքը շանս ունի գոյատևելու փրկվելու Բարև ձեզ, տարածեք եթերը խնդրում եմ, լայքեր դրեք, ընթացքում կամ հենց հիմա կարող եք դնել, որպեսզի տարածվի։ Եթերը հետաքրքիր է լինելու մի արտարոց թեմայի մասին, որը որ իմ հանդիսատեսը խնդրել է, որ ես բացատրեմ։ Հիշում եք, ես մի քանի թողարկում առաջ ասացի մի այսպիսի բան, որ իսկ դու գիտեք, որ տղամարդիկ ավելի հաջող են խաղում կանանց դերերը, քան հակառակը, կանայք չեն խաղում տղամարդկանց դերեր։ Անգամ մեկը ինձ հակադարձել է, բայց չէ, Սիրանուշը խաղացել է, չեմ տեսել, ճիշտն ասած, այդքան մեծ չեմ։ Կարծում եմ դուք էլ չեք տեսել, կարդացել եք դրա մասին, հնարավոր է եւ այդպիսի, այսպես ասած, կան բացառություններ։ Ես գիտեմ նապաստակ, որը ծխում է եւ չի սատկել։ Իսկ հիմա անցնենք բուն գործին, սիրելիներս։ Նախ եւ առաջ խնդրում եմ նայել մի տեսանյութ, որից հետո կվերադառնանք։ Դա մի տեսանյութ էր, որտեղ ես գրիմ եմ անում հերթական անգամ, որ դուրս գամ նկարահանման։ ERTN-ով արվում է մի հետարքի պրոյեկտ, կոչվում է, դեռ չգիտեմ ինչպես է կոչվում, բայց կերպարը ես եմ, գլխավոր խաղում եմ կին հերթական անգամ, եւ որպես հայտնի կին խաղացող տարբեր պրոյեկտներում եւ նաեւ թատրոններում Ժանանուի օրկեստրում եմ խաղացել մի հատ երիտասարդ կին եմ խաղացել երիտասարդ ժամանակ նույն եւ նաեւ հայտնի պրոյեկտներից գիտեք ինձ թույլ եմ տալի մի փոքր վերլուծել այդ ֆենոմենը որովհետեւ իսկապես ֆենոմեն է ասել որ կանայք անշնորհք են ապաշնորհ են դրա համար չեն կարողանում խաղալ տղամարդկանց դերեր հաջող դերեր հաջողված այսպիսի օրինակներ չկա սուտ կլինի, որովհետև մենք գիտենք բազմաթիվ հանճարեղ դերասանուհիներ, համ արտասահմանյան դաշտում, համ մեր հայրենակիցների այսպես շրջանում, հա, անուններ չտամ, գիտեք, բայց միևնույն է տղամարդիկ ավելի շատ են այդտեղ։ Եվ հիմա չասեք, որ դե հիմա գիտնականներ են շատ, չգիտեմ, օդաչուներն են շատ, քան թե կանայք, չէ, այդպես չի։ Այդպես չի կա մի շատ հետաքրքիր սոցիալական եւ ֆիզիոլոգիական տարբերություն, որովհետեւ ես զգացել եմ միասեռական տղամարդիկ, ովքեր որ չեն սիրում կանանց, ովքեր որ տղամարդկանց հետ են, իրենք էլ չեն կարողանում լավ խաղալ կանանց դերեր։ Կարծես թե հակառակը պիտի լիներ, չէ՞, կարծես թե պիտի լիներ այլ կերպ, որովհետեւ եթե նա միասեռական է, ապա կնոջ դերը պիտի ավելի լավ ստացվի իր մոտ, ավելի հետաքրքիր ստացվի։ Մենք գիտենք նաև, որ առաջ թատրոնում միշտ միայն տղամարդիկ էին խաղում, Կոբուկի թատրոնում մինչև հիմա կանանց դերերը խաղում են տղամարդիկ, որովհետև կնոջը հարիր չի խաղալ բեմում, հա, բայց միևնույնն է, այն տղամարդը, ում տեստոստերոնը, այսպես ասած, քիչ է, կամ միգուցե այնքան էլ հաջող չասեցի, ոչ թե քիչ է, այլ ով որ գաղափարապես եւ հոգեբանորեն, այսպես ասած, կանանց այնքան էլ չի ընդունում, իր մոտ ստացվում է բավականին վատ։ Էլի ունեմ օրինակներ, ունեմ ընկերներ, գոլեգաներ, որոնք որ միասեռական են եւ
փորձերը քաղան կանանց դեր բացարձակ հետարքիր չի, ասենք բրուտալ տղամարդ իրանք ավելի հետարքիր կխաղան, քան թե կնոջ դեր։ Տղամարդը պիտի լինի 100% անոց, ասենք, բան տղամարդ, դե նու պլյուս իհարկե շնորհքը, իր տվյալները, իր կրթությունը, բանա դրա մասին չենք խոսում, parza, որ խաղակին։ Ինչու է այդպես։ Շատ եմ մտածել, ժողովուրդ ջան, շատ եմ մտածել, նաև ուսանողների հետ եմ զրուցել, բան, եւ հասկացել եմ մի այսպիսի բավականին հասարակ բան, գիտեք, չէ, բոլոր հանճարեղ բաները շատ հասարակ են։ Տղամարդիկ կին խաղալուց ակցենտ են դնում էրոտիզմի վրա։ Էրոտիզմն են շնչում, շեշտում, լավ ասի, շեշտում, որպեսզի ցույց տան կնոջը։ Իսկ երբ որ տղամարդը ցույց է տալիս կնոջ էրոտիկ կողմերը, լինի թե բարի կամ չար, լինի թե կոմեդիայի ժանրում, թե լուրջ, դա բերում է ինչ-որ հետաքրքրություն։ Կինը նույն բանը չի կարողանում անել, որովհետև տղամարդ հետաքրքիր չի։ Տղամարդու էրոտիզմ որպես այդպեսին մեր մշակույթում չկա, այսինքն կա, բայց դա ասենք body building-ում իրանց ասենք վզերը հաստատած ինչ-որ տպեր են, ասենք, որոնք որ առանձնապես հետաքրքիր չեն, իրենք կանանց էլ առանձնապես հետաքրքիր չեն, հա, որովհետև նու մեծ մասը իհարկե խնդիրներ ունեն հոգեբանական, որովհետև չեմ հասկանում տղամարդու, որը սա օրը, որ ուզում է որ վիզա այսքան է։ Հասկանում եմ, որ առողջության համար կարելի է գնալ, պրես անել փորը, որպեսզի կուբիկներ ունենա, բան, ասենք նորմալ է, բայց այդ body building-ը բան եւ այլն, ասենք, ասենք, բան, ինձ համար մի քիչ անհասկանալի է, կարծում եմ կանանց մեծ մասն էլ չի երազել, որ իրենց կողքի տղամարդը ունենա ասես մուսկուլներ, ասենց ասենք կրծքեր, ասենց վիզ, բան, դա ասենք սպորտի մի տեսակ է, որը որ արվեստում հետաքրքիր չի։ Տղամարդու էրոտիզմ ասածը մի քիչ կասկածելի բան է, որովհետև ոնց ասեմ, տղամարդը իր էրոտիզմը չի ցույց տալ, երբ որ տղամարդը ցույց է տալի իր էրոտիզմը, արդեն հետաքրքիր չի։ Եթե կինն է մի քիչ ոտը բացում, մի քիչ դեկոլտե հագնում, մի քիչ ցույց տալիս իր կանացիությունը, հա, դա հետաքրքիր է, դա բերում է հետաքրքրություն։ Տղամարդ իր տղամարդկությունը ոնց ցույց տա, ասենք ինչ ասենք, ավելի բարձր գոռա, ավելի հեռու թքի, ասենք, չգիտեմ, ավելի շատ թողնի թե վիտակի մազերը, հոտ գա իրանից, ասենք ինչ ցույց տա, որ ցույց տա իր տղամարդկությունը, հա, տղամարդը դե տղամարդ է, էլի։ Եվ դա, ասենք, մեր մշակույթի մեջ էլ, համաշխարհային մշակույթի մեջ էլ, այդպես մտնում ես կանանց բաժին կամ բազմաթիվ շորեր, ներքին շորեր, վերին շորեր, չգիտեմ, գլխարկներ, կոշիկներ, 100 միլիոն տեսակի։ Մտնում ես տղամարդու բաժին, բոլորի մոտ ուղղակի սև, ամենալավ կոստյումը դա, ասենք, թանկ կոստյումն է, ամենաէժան կոստյումը կարելի է հագնել որպես թանկ կոստյում, էլի մարդ չհասկանա, եւ ոնց որ գնում է հարսանիքին, հենց էլ պարկում է դագաղի մեջ։ Վերջ, անգամ այդ սուբկուլտուրա ասածը ենթամշակույթները, հա, ասենք տարբեր մոդաները, բաները, ու եթե խոսքս էս մոդաների մասին չի, որը որ արվեստի գործը, հա, չգիտեմ, այդպես հատուկ դեֆիլե են անում, բան չէ, անգամ այդ մոդա ասածը չի բերել մի այնպիսի մի բան, որ ասել, արա, գիտես ինչ, տղամարդիկ խոսան իրա մեջ, այն օրը նենց կոշիկ եմ առել, դու իմացար ինչ տրուսիկ եմ առել երեք արա, թույնն է, նենց էր, հա, լուրջ ես ասում, գնանք մի հատ էլ ես առնեմ, էլի, դուք տեսել եք որով է տղամարդ, որ տղամարդը նման տիպ խոսա, չէ, տղամարդը դա անգամ մանավանդ Հայաստանում, իսկ ուշադրություն էլ չի դարձնում առանձնապես։ Ես չեմ ասում, որ չկան տղամարդիկ, ովքեր որ սիրում են շոփինգ, գնան սիրուն հագնվեն, չէ, բայց կանանց չափ չի։ Տղամարդը ինքն է հասցրել, հագցրել կնոջը, ինքն է սարքել կնոջից մի այնպիսի մի բան, ստեղծելով շոր, նորաձևություն, էրոտիկա, կինոներ, ու բաց կինոներ, մինչև պորնոգրաֆիա եւ այլն, որպեսզի հետո ասպես տենց ասենք դրանից ասենք հաճույք ստանա։ Տղամարդն է սարքե կնոջը։ Կինը տղամարդուն չի սարքել, տղամարդ ոնց որ ծնվել է, ասենք մի քիչ եզոտ, նենց է մնացել է, էլի, առանձնապես բան չի փոխվել։ Եվ ցույց տալով այդ էրոտիզմը, ցույց տալով այդ բանը բերելով գրոտեսկի,
եթե մանավանդ եթե նու հաջողված դերա, հա, հաջողված դերասանապան, այդ է տարկիր է նայել։ Մենք գիտենք բազմաթիվ օրինակներ։ Բազմաթիվ Հոֆմանն նախագծե, չգիտեմ, ռուսական թատրոնի, ասենք, Կալյագին նախագծե, բաննամ Տաբակով նախագծե, կանամ հոյակապ դերեր են, շատ հետաքրքիր դերեր, բանու, բայց պատկերացնում եք, ասենք Ֆրենդրիխը կամ թեկուզ հանճարեղ, ասենք, բանը Վրանևսկային խաղալ տղամարդ։ Ինչո՞ մի բան այն չի։ Մեր մշակույթն է բերել դրան։ Մեր կնոջ ընկալումն է բերել դրան, որ կին դերասանը տղամարդ չի խաղում։ Կարող է խաղալ ջահել տղա։ Ասենք Վարդուհի Վարդերեսյանը, ես գիտեմ, բան կար տենց մի ծրագիր կար, ծելե թատրոն։ Այնտեղ երիտասարդ, ասենք, տղա էր խաղում, ասենք, հա, ասենք տղա, ասենք, հա, ջահել կինը կարող է, ասենք, թատրոնում խաղա, ասենք, մի երիտասարդ տղա։ Դու այն էլ այն ժամանակները, որ ասում են, այ Սիրանուշը խաղացել է ժողովուրդ, թատրոնը եղել է պայմանական։ Գլոբուս թատրոնում Համլետը խաղացել է ժամանակին 70 տարեկան մարդ։ Եթե չեմ սխալվում, ազգանունը թե անունը։ Ազգանունը երևի Ռոսիա եղել, հա։ Շեքսպիրը իր համար է գրել, թե ինչ-որ այդպիսի դեպք հիշում եմ ինստիտուտից, երևի թե այն ով որ ինձանից ավելի լավ է սովորել, երևի հիշում է, ասենք, այդ դեպքը, հա։ Երբ որ թատրոնը պայմանական էր, հա, հնարավոր է, ասենք, կինը խաղար եւ տղամարդ, ինչպես ասենք Սիրանուշը, չգիտեմ, Հասմիկը կամ Եսիմով, ասենք մեր, ասենք մեծերից, այսպես ասած, որոնց չենք է տեսել, որ չգիտեմ ոնց է խաղացել, ասենք խաղացել են տղամարդ։ Բայց այսօր կինը բեմում տղամարդ չի կարա խաղա։ Չի կարա, դա անհետաքրքիր է, դա տաղանդավոր չի, եթե անգամ կինը ամենատաղանդավոր դերասանուհին է, իսկ մենք ունենք այդպիսի դերասանուհիներ, այսօր ունենք, եւ չեմ սիրում այդ տափակ խոսակցությունը, որ մեր մեծերը, ուր են այդ մեր մեծերը, այդ ձեր մեծերին ժամանակին չեն գնահատել, բացարձակ, ասենք, հա։ Երբ որ ասենք նույն Հրաչյա Ներսյանը նստած 6-րդ հարբում էր, ասենք, տենց առանձնապես մի տենց մի բան չէր, էլի, տենց մի երևելի մի պատկեր չէ ժողովրդի, որ գային բան, տենց Հրաչյանը, չէ, չի եղել տենց բաներ։ Եվ հիմա ասենք հիշել, թե ասենք հիշել որն է, չենք տեսել, ասել որ առաջ ավելի լավն էին, քան թե ասենք հիմա դա իհարկե բաց այդ հիմարությունը սխալ է, որովհետև երբեք մեծերին չեն էլ նկատում իրենց կյանքի օրոք, շատ հազվագյուտ դեպքեր են լինում։ Դա էր ժողովուրդ ջան, դե ուզում կիսվել ձեզ հետ, որովհետև դու գիտեք, ես կոմենտները կարդում եմ եւ շատերը գրել էին, թե այ դուք խոսք էիք տվել, ասել ինչի համար է տղամարդու ավելի լավ ստացվում կանանց դերերը, քան թե կանանց մոտ տղամարդկանց դերերը եւ չգիտենք այդպիսի բան, դրա համար ասենք ես այսպես ասած ցույց տվեցի երկու բան պատմեցի, կա նաեւ հայկական սպეციფიკա, իհարկե կա նաեւ հայ կինը որպես մարդ, այդպես վերցնել, որպես կին, ինքը ավելի փակ է, ավելի անգամ դերասանուհիները, հա, որոնք որ խաղում են, մեր բեմում իրենք ավելի անազատ են, քան թե տղամարդիկ, որովհետև սոցիումն է այդպիսին։ Մենք դա գիտենք տարբեր, ասենք, բաներից, կարանք հիմա ժամերով խոսենք, որ սելեկտիվ աբորտների, ասենք, խթանիչը դա տղամարդիկ են, ոչ թե կանայք, շատ քիչ կին կա, որ կգնա կպարկի դանակի տակ, իսկ տղամարդը տղա է ուզում իրեն նման ախպեր, հումանավանդ, որ ասես տղանը կնիկա խաղում լավ խնդալու է, էլի, էդ էլ կա, հա։ Կա նաև դա, որ ասենք կինը մի քիչ փակ է, դուք գիտեք, քանի հատ կին կարող եք ինձ մատերի վրա հաշվել, որ լավ անեկդոտ են պատմում։ Հայ կին։ Հատուկ պաուզած տվեցի, որպեսզի մտածեք, շատ քիչ։ Ես գտեմ երևի մի 2 կամ 1 հոգի, ասենք, որ պատմած անեկդոտի վրա կարա ծիծաղես, ասենք, ինչի՞ց է դա։ Դա էլ հայկական սպეციფიკա է, որ փակ է, որ կարող է պատահի նա ազատամիտ կին է, բան չեմ ասում, բայց այդտենց ազատամիտ պետք է մի քանի սերունդ ծնվի, որպեսզի հետո իր թորնուհին, մորնուհին, ասենք,
լինի անեկդոտ պատմող, լինի կոմեդիայի մեջ ավելի հետաքրքիր, հա։ Իհարկե էլի բոլորին չի վերաբերվում, ասենք մեր Լալա Մնացականյանը անեկդոտ պատմեր քանդվում էինք։ Իրինա Դանելյանը, ասենք պատմարեւտի ես էլ եմ ծաղում, բայց շատ քիչ, էդ էլ մտածեք ձեր մեջ, որ կիննա, որ շատ հետաքրքիր անեկդոտ է պատմում, էլի շատ քիչ կան քչերը կան։ Դա նրանից չի, որ նրանք բեզդար են, նրանից չի, որ նրանք անհասկացող են, նրանք հումոր չունեն, չէ։ Այդ արդեն ազգային սպეციფիկա է։ Բայց ինչ որ ես ասացի, ինչու կանայք չեն խաղում տղամարդկանց, այ դա արդեն խնդիրը համաշխարհային է եւ համաշխարհային դերասանության մեջ, այսպես ասած, խնդիրը, որի մասին իհարկե մեր ուսանողները Թատերական ինստիտուտի, եթե այդպիսի հետևորդներ ունեմ, կարող են այդ թեմայով մտածել, հարցեր տվել ձեր դասախոսներին, արդյոք կարող են դա պատասխանել այդ հարցին։ Միգուցե եւ ձեր դասախոսները ավելի հետաքրքիր վերլուծեն այդ թեման, որովհետեւ վերլուծելու բան է։ Եթե զբաղված եք այս մասնագիտությամբ, վերլուծելու բան է եւ հասկանալու բան է։ Շնորհակալություն։ Լայքեր դրեք, ես գիտեմ, որ այս եթերը առանձնապես չեն նայելու, կնայեն մենակ նրանք, ովքեր որ թատերարվեստով են զբաղված կամ հետաքրքրված, որովհետև ես խոսեի Նիկոլե Քոչարյանը, բանը Կատրին Ներսեսյանը, տեսարան ինչ էր բաման, չէ, ես ոչ մեկի զահալ չունեմ այսօր ասացի մի այսպիսի հետաքրքիր թողարկում անեմ իմ սակավաթիվ հետևորդի համար։ Էդ էլ կնոպկեն,